Ծննդոց գրքի կենսաուսումնասիրություն, բովանդակությունը։ Այժմ մենք գալիս ենք ծննդոցի բովանդակությանը։ Առաջին՝ Աստծո ցանկությունն ու նպատակը։ 1-1, 2-3։ Աստծո ստեղծագործությունը ոչ միայն կատարում է Աստծո ցանկությունն ու իրականացումը նրա նպատակը, այլև բացահայտում է նրա ցանկությունը տիեզերքում և ի հայտ բերում նրա նպատակը հավիտենության մեջ։ Այնինչ մենք անում ենք, մեր ցանկության արտահայտությունն է, թեև հնարավոր է, մենք շատ չենք խոսում, բայց մեր արածը ի հայտ է բերում մեր նպատակը։ Երբ Աստված ստեղծեց երկինքը, երկիրը բոլոր բաներով և վերջապես մարդուն, իր սեփական պատկերով և իշխանությունով բոլոր ստեղծված բաների վրա, նա անշուշտ նպատակ ուներ։ Իր ստեղծագործության միջոցով մենք կարող ենք տեսնել, որ Աստված ցանկություն և նպատակ ունի։ Աստծո սկզբնական ստեղծագործությունը 1-1 Ա. Շարժառիթը Եփեսացիս 1-5 և 9 համաձայն, Աստծո սկզբնական ստեղծագործության շարժառիթը իր ցանկությունը և իր բարեհաճությունն էր։ Աստված իրագործեց սկզբնական ստեղծագործությունը, որպեսզի իրականացնի իր ցանկությունը և բավարարի իր բարեհաճությունը։ Նա ցանկանում և սիրում էր ստեղծել, ուստի նա արեց դա, որպեսզի գոհացնի իրեն։ Բ. Նպատակը Աստծո ստեղծագործության մեջ Աստծո նպատակի երկու տեսանկյուն կա։ Առաջին՝ Աստծո նպատակն իր ստեղծագործության մեջ այն է, որ Աստծո որդին փառավորվի Կողոսացիս 1:15-19։ Թեև Ծննդոց 1-ում և 2-ում մենք չենք գտնի Աստծո որդի արտահայտությունը կամ Քրիստոս անունը, սակայն Հռոմեացիս 5:14-ից տեղեկանում ենք, որ Ադամը Քրիստոսի նախապատկերն էր։ Ադամը, որ ստեղծված էր Աստծո պատկերով, Քրիստոսի նախապատկերն էր։ Ադամի մեջ մենք կարող ենք տեսնել Քրիստոսից ինչ-որ բան։ Աստծո նպատակն իր ստեղծագործության մեջ իր որդի Հիսուս Քրիստոսին փառավորելն է։ Երկրորդ, ստեղծագործությունն ի հայտ է բերում հենց Աստծուն։ Երկնքի և երկրի միջոցով կարող ենք ինչ-որ բան հասկանալ Աստծո մասին, իսկ մարդու միջոցով կարող ենք ինչ-որ բան տեսնել Աստծուց։ Աստված ի հայտ է գալիս մարդու մեջ հատկապես իր որդու՝ Քրիստոսի միջոցով։ Քրիստոսն Աստծո մարմնացումն է Կողոսացիս 2:9։ Երբ Աստծո ստեղծագործությունում Քրիստոսը փառավորվում է մարդու մեջ, Աստված նույնպես ի հայտ է գալիս։ Ինչու Աստված ստեղծեց երկինքը, ո՞րն էր նրա նպատակը։ Եթե ինչպես հարկն է կարդանք Աստվածաշունչը, մենք կարող ենք տեսնել, որ երկինքը երկրի համար է։ Նույնիսկ գիտնականները կարող են սա ապացուցել։ Երկնքից շատ բաներ, արևի լույսը, ջուրը և տարածությունը երկրի համար են։ Այդ դեպքում ինչի համար է երկիրը։ Ըստ Աստվածաշնչի, երկիրը մարդու համար է։ Զաքեոս 12:1-ում ասվում է, որ Աստված տարածեց երկինքը, դրեց երկրի հիմքը և ձևավորեց մարդու հոգին։ Երկինքը երկրի, երկիրը մարդու, իսկ մարդն Աստծո համար է։ Աստված ստեղծեց մարդուն որպես ընդհանրական ամբողջություն՝ իրեն պարունակելու, արտահայտելու և փառավորելու համար։ Հիմքը Ստեղծագործության հիմքը Աստծո կամքն ու ծրագիրն է։ Եփեսացիս 1:10 Հայտնության 4:11-ում հստակ ասվում է, որ բոլոր բաները ստեղծվեցին Աստծո կամքի համաձայն։ Աստված ունի կամք և այդ կամքի համաձայն նա ծրագիր կազմեց։ Ըստ այդ կամքի և ծրագրի նա ստեղծեց բոլոր բաները։ Դ. Միջոցը Աստծո ստեղծագործության միջոցն Աստծո որդին էր։ Կողոսացիս 1:15-16, Եբրայեցիս 1:2b և Աստծո խոսքը Եբրայեցիս 11:3, Հովհաննես 1:1-3։ Աստվածաշունչը հստակ ասում է, որ Աստված Քրիստոսով, որպես Աստծո որդով և Աստծո խոսքի միջոցով ստեղծեց երկինքն ու երկիրը։ Աստծո որդին և Աստծո խոսքը մեկ են։ Մենք բոլորս պետք է հասկանանք, որ Աստծո հավիտենական և կենտրոնական մտահղացումն ամբողջությամբ իր որդու՝ Հիսուս Քրիստոսի համար է։ Աստվածաշունչն ասում է, որ երբ Աստված ստեղծեց երկինքը, երկիրը և բոլոր մնացած բաները, նա ստեղծեց Քրիստոսի միջոցով, Քրիստոսով և ինչ-որ առումով Քրիստոսի մեջ։
Ստեղծագործության ժամանակից ամեն բան գոյություն ունի Քրիստոսի մեջ։ Քրիստոսն անվանակունդն է, որը տիեզերքի համար տիեզերքի բոլոր մասերը պահում է իրար հետ։ Եբրայեցիս 1:3-ում ասվում է, որ Քրիստոսն ամեն բան պահում է իր խոսքի զորության միջոցով, իսկ Կողոսացիս 1:17-ում ասվում է, որ բոլոր բաները գոյություն ունեն Քրիստոսի մեջ։ Առաջին հայացքից երկիրը ոչինչից կախված չէ, իսկ իրականում այն Քրիստոսն է պահում։ Եթե մոլորակներից մեկը մի փոքր սխալ շարժվեր, մեծ բախում կլիներ, սակայն Տերն ամեն ինչը պահում է։ Ալելույա։ Ինչու է Քրիստոսն ամեն ինչ պահում։ Նա ամեն ինչ պահում է իր փառքի, իր մարմնի համար։ Եթե երկինքը կործանվեր և երկիրն ընկներ, ապա մենք որտեղ կլինեինք, որտեղ կլիներ մարմինը։ Մենք իրականում այսպիսի լավ երկիր ունենք, որի վրա ապրում և քայլում ենք, և երկինք ունենք, որը մեզ ծառայում է։ Երբ մենք արևի լույսի կարիք ենք ունենում, երկինքն ուղարկում է այն։ Երբ մենք անձրևի կարիք ենք ունենում, անձրև է գալիս։ Երբ մենք օդի կարիք ենք ունենում, օդն այստեղ է։ Լուսնի վրա օդ չկա, սակայն երկրին շրջապատում է մթնոլորտը, օդը։ Երկինքը ծառայում է երկրին, իսկ երկիրը մեզ համար է։ Մենք այստեղ մարմնի համար ենք և նույնիսկ մարմինն ենք։ Քրիստոսը սիրում է մարմինը, իր մարմնի համար նա պահում է ամբողջ տիեզերքը, ալելույա։ Գործընթացը Հոբիտ 38:4-7 հայտնում է Աստծո ստեղծագործության գործընթացի մասին։ Երկինքը բոլոր զորքերով և հրեշտակներով ստեղծվեց առաջինը։ Երկիրը հնարավոր է որոշ կենդանի արարածների հետ ստեղծվեց երկրորդը։ Մենք ասում ենք հնարավոր է, քանի որ այս մասին հստակ խոսք չի ասվում։ Խոսքի որոշ բաժիններ մեզ հետևություն անելու հնարավորություն են տալիս։ Հոբի 38:4-7-ն ասում է, որ երբ Աստված դրեց երկրի հիմքը, աստղերն ու հրեշտակները Աստծո որդիները արդեն կային։ Աստծո հրեշտակները Աստծո որդիները արդեն կային։ Սա հաստատում է, որ երկինքը բոլոր աստղերով և հրեշտակներով հանդերձ ստեղծվեց առաջինը, և որ երկիրը երկրորդը ստեղծվեց։ Սկզբում 1. Այժմ մենք գալիս ենք առաջին գլխի առաջին խոսքին։